Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք, հույսով եմ, որ բոլորդ լավ եք սիրելիներս, այսօր շատ լավ օր է, մեր բոլոր կանանց համար, մեր բոլորիս մարտի 8-ը շնորհավոր սիրելիներս, առողջ լինեք, ինչ ասեմ, միշտ ուրախ լինեք, իմ ծորնիկիս հետ միասին շնորհավորում ենք բոլորիդ մարտի 8-ը սիրելիներս, դե լավ մնացեք, նորից կհանդիպենք, թե չհանդիպենք, թե մի երկու հատ զրույց անենք, լավ, մի երկու հատ զրույց անենք, մոռացել էի, գրված բաներ ունեմ մոտս, հեսա նստենք և խոսենք, Սիրելի հետևորդներ ջան, ինչ եմ ուզում ասեմ, բոլորիցս շատ շնորհակալ եմ, երեկվա իմ հոլովակս հարևանուհուս հետ նստած, որ սրճել ենք, շատ լավ մեկնաբանություններ եք գրել, գեղեցիկ խոսքեր, դիտորդներս շատ են եղել, բոլորիցս շատ շնորհակալություն եմ հայտնում սիրելիներս, բայց ստեղ մի երկու հարցի ուզում եմ պատասխանել, անունը չեմ գրել, ով է, բայց ինձ գրեց, որ դու տիկին Քնարիկ որտեղ ես ապրում, տեղը ծանոթ է, չնայած ես իրան պատասխանել եմ, բայց դիտորդներիցս ոմանք ոնց որ չգիտեմ, չեն իմանում, որ ատվետը բացեն, կարդան էլի, նեղանում են, ասում են, մեզ չես պատասխանում, օրինակ են Հունաստանի սոսոն է, չգիտեմ, նայում ա թե չէ, բայց էլ չի գրվում, քանի անգամ գրեց, որ տիկին Քնարիկ, ինչի չես պատասխանում իմ մեկնաբանություններին, բայց ես պատասխանում եմ, չգիտեմ ինչի, որ չի տեսնում ինքը, հիմա ես ապրում եմ Նորքի 7-րդ զանգվածում, Պիոներ պալատի կողքերը, տեղս էլ եմ ասում, որտեղ եմ ապրում, հեռու չեմ մնում, ասիկը հեռու եմ, բոլորիցդ մոտիկ չեմ, ու հարցնում են քանի տարեկան ես, ասում են կնոջ տարիքը չեն հարցնում, բայց ես վախենալու բան չունեմ, որ վախենալու ունեմ, որ թաքցնելու ունեմ, ես 71 տարեկան եմ, հուլիս ամսին կլնեմ 72, ովքեր հետևորդներիցս, ովքեր որ ջահել են, բոլորին ցանկանում եմ հասնեն իմ տարիքին, հլա անցնեն, ավելի շատ տարիներ ապրեն, դե չգիտեմ ես էլ քանի տարի կապրեմ, որ հույսս դնեմ իմ անցավորներին, իմ անցավորներս երկար տարիներ են ապրել, իմ պապս պապը 120 տարի է ապրել, իմ պապս 103 տարի է ապրել, իմ պապաս որ մի քիչ լավ պահվեր, ասենք մամաս լիներ, էլի 100 տարի կլրացներ, 94 տարեկան է, բայց պապաս է մահացել, մամաս էլ 80 տարեկան, ինքն էլ խնդիր ուներ, այդ խնդիրը որ իմանային շուտ դեմը կառնեին, չէին իմանում, արդեն ուշ էր ոտին, ձեռին կիներ, գնաց հիվանդանոց, մեջքի վրա բերեցին խեղճ կնգար, ես քիչ եմ էլ տեսել, Հունաստան եմ եղել, ոչ հորս մահն եմ տեսել, ոչ մորս մահն եմ տեսել, դե հիմա ինչ անենք, աշխարհս տենց է ստեղծվել, ոչ մեկս էլ հարատև չենք, այդպես սիրելիներս վերջ խոսքերքով մի քիչ ներվեցի, բայց դե ինչ անենք հիմա, դե կյանքա, հիմա նորից եմ շնորհավորում բոլորիդ մարտի 8-ը, բոլորիդ առողջություն եմ ցանկանում սիրելիներս, լավ եղեք, իսկ ովքեր առաջին անգամն են դիտում իմ ալիքը, խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակ կոճակը սիրելիներս, նայողներս շատ են, բայց զանգակ կոճակը չեն սխնում, դե ոչինչ, հիմա չեն ուզում, չեն անում, կարևորը որ գոնե նայում էլ են, այդպես, նորից կհանդիպենք սիրելիներս, մի խոսքով կհանդիպենք հաջորդ հոլովակից, տեսություն ձեզ։